ուրեմն մի անգամ Վահագին զանգում է, ասում է, «Գեբ դու ռուսերեն վարում ես, չէ», ասում է, գիտես ռուսերեն խոսում ես, ասում եմ, հարսանիք, ասում է, վարում ես, ասում եմ, հա։ Դե ասում է, բանա, մի հատ հարսանիք կա, ոնց որ հայերեն մասը ես անում ռուսերեն շատ լավ է։ Դե լսի։ Բացվել է հիմա վստահ եմ որ հիմա բացվել ես, որտեվ Ռուսաստանի հետ հիմա կապ ունես, գնում ես, գալիս ես, ապրում ես, վերջը վերադառնում ես։ Հիմա վստահ գիտեմ, բայց իմ համար դա ասենք ունիկալ բան է, որ Վահագը ասաց ռուսերեն մասը դու վարես, ռուսերենից լավ չեմ ես ասեց։ Ասի, հա Վահագ ջան, խնդիր չկա։ Ու ասեմ որ մենք փորձ ունեինք իրար հետ դուետով հարսանիք վարելու, բայց հայերեն էր էլի իհարկե։ Ռուսերենի փորձը չունենք։ Դե քանի որ նրա փորձը ունենք, դե ինչ տարբերություն դու։ Ինքը հայերեն ասելու ես ռուսերեն։ Գնացինք։ Ինչ ես արել։ Հարսանիքին ուրեմն դա արդեն Վահագի ծրագիրը բան քննարկած արդեն պատրաստ եկել է, որ էս անում։ Իրանք էլ Ռուսաստանից են հյուրերը։ Ռուսաստանից են հյուրերը մի հարցնել ռուսա։ Հարցնել ռուսա։ Հարցնել ռուսա։ Մի շատ մեծ ստվար զանգված այդ հարսանիքի ռուսներ են կոնկրետ։ Իրանք հայերեն բառ չգիտեն։ Ուրեմն գնում ենք, դե Վահագը սկսում է բարի երեկո եւ այլ խոսում է։ Ու ես բանը, սկսում եմ ռուսերեն, «Добрый вечер, уважаемый дамы и господа», խոսում եմ, վերջացնում եմ, ասես որ միկրոֆոնը իջացնում եմ, նայում եմ Վահագին։ Վահագը սենց ինձ է նայում։ Ասում եմ, խոսա, սենց անում։ Բրծար, ասում եմ, ասում, բա ինչ ասիր։ Ոյ։ Հասկանում։ Ինքը միտքը խոսում է, ասում է, ավարտում պատվոդը տալիս է, որ շարունակեմ, ասում է, միտքը բերում հասնում է, որ ես հայերենով արդեն ավարտեմ կենացել, բայց ես չգիտեմ ինչ ասեմ, որ ես ինչ շարունակ։ Ասում եմ, Վահագ, այսինքն դու բացի այն որ չես խոսում, դու չես էլ հասկանում, ես ինչ եմ ասում։ Չէ։ Ասում եմ, որ դու մի հատ անուն էիր տալիս, ասում է, բան հարցի անուն էիր տալիս, ասում ես, գիտեի, ասում էի ծափ տվեք։